Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք արցախցի ակտիվիստ Տաթև Վիրապյանին։ Տաթև, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Տաթև վերջին օրերին վարչապետի տիկինը Աննա Հակոբյանը օր ու գիշեր հետևում է իր մասին գրառումներին, հարցազրույցներին, իր էջում կիսվում է դրանք ու վիրավորական արտահայտություններով արձագանքում դրանց։ Իհարկե ես չեմ ցանկանա իր խոսքերը մեջ բերել, այդ թվում նաև ձեր հարցազրույցներ, կիսվել ու վիրավորական արտահայտություն հնչեցրել։ Ինչից այս ամենը սկսվեց, ինչ գնահատական կտակ, ինչ դրսևորում է սա։ Քանի որ մինչ այս նա որևէ արձագանք չէր տալիս նման գրառումներին, նման բառապաշարին, բայց հիմա այսպես շատ ակտիվ ու ի դեպ այստեղ նաև շեշտեմ իր մեջբերումը, ասում է, որ եթե մինչ այս նման արձագանքը ընտանեկան միջավայրում էր անելու, ապա հիմա արդեն հրապարակավ բոլորին արձագանքելու եմ։ Նորից բարև ձեզ, ասեմ, որ հենց ստեղից գնանք, որ փաստորեն մինչ այս Աննա Հակոբյանը եւ իր ամուսինը կողակիցը մի խոսքով երկրի վարչապետը իրենց ընտանեկան միջավայրում երեխաների ներկայությամբ կամ չներկայությամբ ովքեր որ հանդգնել են իրենց իշխանությունից դժգոհել, իրենց քննադատել, ասել ինչու պատերազմ եղավ, ինչու հանձնեցինք Արցախը, գնաճ կլինի, չգիտեմ, ինչ որ բան տեղի կունենա մեր պետությունում եւ որևէ մեկը երբ որ հանդգնի նրանց քննադատել, նրանք իրենց տանը նստած նրանց ասել են հետեւյալ բառամթերքով են դիմել, չեմ բարանի ասել, ես կարդացել եմ, իմ էջում էլ անդրադարձել եմ, ոչիլներ, տխմարներ, չգիտեմ ինչեր։ Այն ժողովրդին, այն հասարակությանը, ում ձեռքերը համբուրում էին, ում ասում էին հպարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, 3 միլիոն վարչապետ, 3 միլիոն վարչապետներից շատերին նրանք անվանում են ոչիլներ, տխմարներ, փաստորեն այսքան տարի նրանք իրենց կառավարած տարիներին, իրենց ընտանեկան քննարկումների մեջ անպայման այդ մասային վիրավորել են։ Բացահայտ երեք դա ասաց Աննա Հակոբյանը իր գրառման մեջ, որ այսուհետ այսպես եմ անելու, ինչ մնում է իմ մասով ես դրան անդրադարձել եմ, ես դրան ի պատասխան շատ այսպես ասած ուղղակի հասարակությանը ներկայացրել եմ իմ եւ նրա տարբերությունը որպես հայկին։ Այո, նա բորբոքվել է նրանից, որ ես իմ հարցազրույցում, այն հարցազրույցից է բորբոքվել, որ ես ուղղակի ասել եմ, որ, չգիտեմ, մեղմ են մարդիկ ասել եմ այն, ինչ տպավորություն ունեմ հասարակության ասածներից։ Նրան ավելի վատ բաներ են ասում, հայհոյում են, չեմ ուզում մեջ բերել այդ արտահայտությունները, ոչ եթերային բառամթերքով են որակավորում տալիս Աննային որպես կին, եւ ասել են, որ մեղմ են ասել այդ մարդիկ, ովքեր որ ասել են 88 սուպերմարկետների դեր, չգիտեմ, ինչ էգ, չեմ հիշում նույնիսկ ինչ մեջբերումներ էր արել։ Եվ ասել են, որ որակավորումներ տալ նույնիսկ իմ կողմից չի լինում, որովհետև ներեցեք ինքը իր գրառման մեջ նաև նշել էր, որ այս բոլոր պիտակավորումները, բոլոր այս մեղադրանքները Հայաստանում խոսքի ազատության մասին են վկայում, այսինքն իրենց իշխանության օրոք խոսքի ազատությունը է, դրա համար այսպես ազատ արտահայտվում են։ Ու ի դեպ նաև մտավախություն չկա, որ հնարավոր է այս ամենից հետո նաև քրեական հետապնդումներ սկսեն վիրավորանքի զրպարտանքի հատկանիշներով։ Հիմա ավարտեմ, որովհետև կարևոր է։ Եվ երբ որ ասել եմ մեղմ են, եւ ես կերպար չեմ գտել նրան, եւ զայրացել է, երբ որ ասել եմ, որ ցավում եմ, որ նրա տանը 3 աղջիկ երեխա են մեծացել եւ դեռ մեծանում է, եւ նա 3 աղջիկ երեխա է դաստիարակել եւ նա այդ տանից դուրս են գալու եւս 3 մայր Աննայի նման, եւս այդ դաստիարակությամբ եւ սերունդ են դաստիարակելու ցավոք սրտի սերունդ են դաստիարակելու եւ այդ կերպարն է դուրս գալի եւ բորբոքվել է դրանից ինչ մնում է քրեական գործերի լավ ինչքան են դա անելու բնական է դա ես
շատ ժամանակ միշտ ասում են, որ Հայաստանում 2018 թվականից ի վեր 2019 թվականից սկսած քաղբանտարկյալները սեզոնով են։ Լինում է քաղբանտարկյալների սեզոն։ Սկզբից այն ամեն սեզոնի լինում են տարբեր քաղբանտարկյալներ խոսքի համար բողոքի ակցիաներին մասնակցելու համար իրենց ազատ խոսքը Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ այսքան քաղբանտարկյալ բանտերում չեն եղել, այսքան կապված ազատ խոսքը չի եղել, այսքան գլխին տալ, այսքան թիրախավորել ազատ խոսքի համար տարբեր ձևերով երբեք Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել։ Տաթև իդեպ խոսեցիք խոսքի ազատության մասին, այստեղ մի հիշեցում կինոռեժիսոր Արմեն Գրիգորյանը, ում մահվան տարելիցը արդեն մոտենում է, հենց նրան մեղադրում էին թուրք ժեղ անվանելու մեջ, ով դատարանում հենց սպանվեց, այսինքն տեսնում ենք մի կողմից, որ իրենք խոսում են խոսքի ազատություն, մի կողմից էլ դատապարտվում են անձինք ու նրանց ուղղված մեղադրանքը չի հստակեցվում։ Այսինքն շնչու մեղադրանքներն առաջադրվում ու իդեպ այդ նույն մեղադրանքները անգամ մարդկանց հասցնում են մահվան, ինչը օրինակ ինչպես նշեցի Արմեն Գրիգորյանն էր։ Լրագրողների նկատմամբ տեսնում ենք հետապնդումներ են սկսվում, լրատվամիջոցների թիրախավորումները։ Այո, ցավալի է, ես ամեն դեպքում, որ հարցը չտայիք, հիշելու է լուսահոգի Արմեն Գրիգորյանին, իմ ընկերոջը ու հենց այն է, որ Արմեն Գրիգորյանի ասածը պետքա որակավորում էին տալիս որպես ատելության խոսք, չգիտեմ ինչ, ու տենց էլ փորձագետը տենց էլ չհասկացավ, այդ ինչա ատելության խոսք կար, չկար, բա ձերբակալվեց եւ դատարանում էլ մեր աչքի առաջ մահացավ եւ դեռ խոսում են ժողովրդավարությունից, դեռ խոսում են խոսքի ազատությունից, դեռ խոսում են չգիտեմ ինչերից, մինչ իշխանական նույն ժամանակներում, ովքեր որ իշխանական այդ ակտիվ պաշտպաններն էին, չեմ ուզում էլ իրենց հիշատակեմ, երբ հրապարակում կանգնած ասում էին այդ ատելության խոսքի մասին, արցախցիների գլխին թող բայրակթարներ թափվի, թքեմ ձեր դոշին, ձեր Արցախի դրոշին, բա ինչի մի հատ քրեական գործ չկազմվեց այդ անձանց նկատմամբ, եղավ, չեղավ, ատելության, բռնության քարոզն ու կոչը հենց դա էր, ոչ թե Արմեն Գրիգորյանի ասածը, որ այդ ժամանակահատվածում նորմալ էր, որ ասվեր, այդ զոհերի, այդ հող հանձնելու, այդ հայրենիք կորցնելու ֆոնին մարդը ասել էր եւ դրանից հետո պարզաբանել էր, որ ժողովուրդ ջան, ես ինքս գյումրեցի եմ, հանկարծ ինչ չասեք, որ ես գյումրեցուն եմ, այստեղ կպեք կամ որևէ ինչ որ մեկին, այդպես էլ տուժվող որևէ մեկը չճա, այդ ով էր Արմեն Գրիգորյանը, ով էր Արմեն Գրիգորյանի խոսքից վիրավորված անձը, կա այդ անձը, տուժող մինչ օրս բացահայտված է։ Բացահայտված չէ, որովհետև երբ որ իրենք այդ փորփրեն եւ փորփրվելու է դեռ այդ գործը այդպես չի մնալու, Արմեն Գրիգորյանի արյունը մահը դեռ իրանց ձեռքերին է ու հենց այնպես չի մնալու այս ամեն ինչը, փորփրվելու է ու բացահայտվելու է։ Տաթև իսկ որքանով է վարչապետի տիկնոջ այս գրառումները, այս վիրավորական արտահայտությունները տեղավորվում նրա նոր սկսած շարժմանը, կրթելը նորաձև է, տեսնում ենք, որ նա ամեն շաբաթ այցելում է մարզեր, այնտեղ ինչ որ կրթելու վերաբերյալ, հա, միջոցառումներ է անցկացնում քաղաքացիների հետ։ Այս ո՞նց է տեղավորվում, մի կողմից կրթելու վերաբերյալ արշավ են անում, մի կողմից ողողված է Facebook-յան էջը, այսպես վիրավորական արտահայտություններով։ Նախ առաջինը հանրությանը պետքա տեղեկացնենք, հիշեցնենք, որ կրթվելը ոչ թե նորաձև է, այլ կրթվելը պարտադիր է։ Եղել եւ պետք է լինի։ Մենք սովորել ենք, կրթվել ենք, կարդացել ենք, որովհետեւ դա պետք է եղել, ոչ թե նորաձև, որպես նորաձևություն ենք կրթությանը նայել։ Արդեն սխալ է գնում այս ամեն ինչը։ Արդեն թիրախավորված է կրթությունը, արդեն թիրախավորված է կրթվելը, որովհետև երբ որ դա Աննա Հակոբյանն է քարոզում, արդեն վատ է, արդեն ժողովրդի կեսը չի էլ ուզում նայի, նորաձև կրթություն, հագուստ է,
մեքենայի հեռախոս է, ինչ է կրթությունը։ Արդեն թիրախավորվեց կրթությունը, վերջ, անցանք դրանից։ Այդ ֆոնի վրա լրիվ մեռնում է այդ կրթա, չգիտեմ ինչը։ Դե ասում են, որ մենք պատմական Հայաստանում ենք, մենք 5-րդ դարում ենք մնացել, պետք է կարդանք, զարգանանք, որ հասնենք իրական Հայաստան, հասնենք։ Լսեք, երբ որ մոռանում եք պատմությունը, երբ որ մոռանանք պատմությունը, նրանց ասած է դա, որ մոռացեք ձեր պատմությունը։ Մոռացեք։ Եթե մոռանանք մեր պատմությունը, կմոռանանք ամեն ինչ, կմոռանանք մեր հիմքը։ Իսկ մենք ինչի համար ենք պայքարում, մենք տեսակի պահպանման խնդիր ունենք։ Մենք ինչի համար ենք կռիվ տալի, իմ եղբայրը ինչի համար է զոհվում, ես ինչի համար եմ պատրաստ զոհվել, ես ինչի համար կռիվ կտամ, իմ տեսակի, իմ արժեհամակարգի, իմ հավատքի, իմ պատմության, որը հիմքն է իմ այսօրվա կյանքի։ Եթե չլիներ այդ պատմությունը, եթե չլիներ այդ պատերազմը, եթե չլինեին այդ հայորդիները, եթե չլիներ Ավարայրի ճակատամարտը, եթե չլիներ Տիգրան Մեծը, եթե չլիներ այն, որտեղից էր հայոց պատմությունը լինելու, որտեղից էինք այսօր քրիստոնյա լինելու, եթե չկռվեին օրինակ 5-րդ դարում, որտեղից էինք լինելու, եթե չլիներ մեր տառերը, մենք որտեղից էինք լինելու, մոռանալ պատմությունը գնալ առաջ, ոնց գրենք լատինատար հայերենով, բարև ձեզ, բարև գեղեցկուհի կարանք շփվենք, այդ լատինատար հայերենով գրենք, մոռանանք մեր պատմությունը, տառերը եւ այլն, ամեն ինչ։ Այդ է իրանց ասածը, որ նորաձև կրթություն։ Այո, գրեք լատինատար, մոռացեք ձեր պատմությունը, ով Մեսրոպ Մաշտոցը, ինչ 5-րդ դար, Կորյունը, ինչ Վարք Մաշտոցի, պատերազմ, ինչ պատերազմ։ Նորովին նայեք այս ամեն ինչին։ Գնացեք խաղաղության, այս ամենի ֆոնի վրա դա է ուզում ասի։ Բայց իրենց նշած այսքան ասում են, հա, տեսնում ենք մի կողմից կրակոցներ են լինում, մի կողմից իրենք այսպես խոսում են խաղաղություն, օրեր առաջ էլ այդտեղ հանդիպում էլի ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, կարճատև այսպես շփում էր, թե իրենք բանակցություններ են որպես ներկայացնում, այլի անգամ սուրճ խմելու հրավիրեց Ալիևին ու նպատակել ինչպես հասկացանք խաղաղության պայմանագիրներ։ Ինչ գնով այդ խաղաղությունը ի վերջո լինելու։ Կան կարմիր գծեր, որոնցից այն կողմ իշխանությունը չի գնա, հա, այդ խաղաղությանը հասնելու համար։ Տեսեք, մենք ոչ թե պետք է մտածենք կարմիր գծերի մասին, մենք մի հստակ բան պիտի հասկանանք, որ անհնար է Թուրքի հետ գնալ խաղաղության։ Այդ պիտի այս ժողովրդի մեջ ովքեր որ չեն ուզում հասկանալ, ոչ թե չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, չեն ուզում գիտակցել, այս իրանց ինչպես ասացի, այս կրթությունը նորաձև է, պատմությունը մոռանալով ուզում են ասեն գնա Թուրքիի հետ խաղաղության, բայց պիտի հասկանան, որ Թուրքիի հետ անհնար է, Թուրքը ծնելա սաֆարումներ, Թուրքը ծնելա առաջի հնարավորության դեպքում քեզ մորթելու է։ Բայց ասում են եթե այս խաղաղության այլընտրանքն են պատերազմ է, բայց մենք պատերազմի պատրաստ չենք։ Ինչ է ուզում։ Իսկ ինչի պատրաստ չենք։ Իսկ ով տարավ նրան, որ մենք պատրաստ չենք այլևս պատերազմի։ Իսկ ով կազմաքանդեց բանակը։ Իսկ եթե մենք առանց կանոնավոր բանակ ունենալու մեկ անգամ հաղթել ենք, հետո ստեղծել ենք կանոնավոր բանակ, հետո ստեղծել ենք մարտունակ բանակ, ինչի քանդեցինք։ Ինչի չենք կարող նորից ստեղծել։ Ասում են մենք բանակ չենք ունեցել։ Մենք չենք թալանված, ջախջախված բանակ են մեզ ժառանգել։ Տեսեք, հա, այդ ջախջախված բանակներ կռվում 44 օր։ 44 օր էր դիմակայում ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից Թուրքիայի, այսքան միլիոնանոց Ադրբեջանի, որ տնտեսությամբ Հայաստանը չի կարող ոտք գցի, այդ Ադրբեջանի, չգիտեմ քանի աջակցություն ունեցող երկրների Ադրբեջանի, ֆոսֆորային զենքի, Իսրայելից չգիտեմ ինչերի, այդ քանդած բանակը թող հետ տա։ Թող հետ բերի այդ քանդած բանակը, ովքեր 44 օր դիմացան։ Ու տարածքներ կար, որտեղից մի միլիմետր չէր հանձնվե, նույն Խարվաճառը։ Չէր հանձնվե բանակով, կռվով չէր հանձնվե, դուք ստորագրեցիք։ Այդ բանակը հետ բերեք։ Իդեպ հիմա մի նոր թեզ են առաջ տանում, հա, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, անգամ ամենաբարձր մակարդակով, ասում են արցախցիներն են մեղավոր, չպետք է իրանց տունը լքեին ու հեռանային, պետք է մնային միջև վերջ պայքարեն, իսկ իրենք չեն կռվել, չեն պայքարել։ Լսեք, հիմա այստեղից խոսում է մի աղջիկ, ում ընտանիքի անդամները, հարազատ քույրը եղել է Արցախում։ Այդ ժողովուրդը կամ պիտի դուրս գար
ողջ կամ պիտի մնար ու եւս մեկ անգամ ընկնեինք դռնեդուր, միջազգային հանրության դռները ծեծեինք, ասեինք, որ մեզ ցեղասպանել են։ Այդ պիտի լիներ։ Իսկ դուք գիտեք ինչ մեսեջներ էր գալիս Արցախից, որ ռուսը կտորով հաց է բաժանում, էդ էլ չկա։ Իսկ դուք գիտեք ինչեր էինք մենք լսում Խոջալույի օդանավակայանից, որտեղ 100,000, հազարավոր, տասնյակ հազար մարդիկ էին դրսում, քնում ու սպասում էին, որ թուրքը մտնելու է։ Միշտեր թուրքը կրակելով մտել էր Ստեփանակերտ։ Իշ մեղավոր։ Մարդիկ իրանց միջև վերջի փամփուշտը կռվել են, չեն իջե պոստից։ Մարդիկ շրջափակման մեջ են եղել դիրքերում։ Կռվի ժամանակ կռվել են։ Այդ մեր հարազատներն են, այդ լրատվականներ չեն ասում, որ ասեք սուտա չի եղել, որ գրեն, գնան իրանց ֆեյքերին ասեն գրեք սուտա կռվեիք։ Այդ մենք ենք, էս է։ Այստեղ ոչ, չգիտեմ, այն մեկի պատգամավորն է խոսում, որ ասեն, դե Սերժի պատգամավորն է, դե Քոչարյանի այստեղ մարդ է, որ այդ ամեն ինչի տեսել է։ Այստեղ մարդ է, ում հարազատները այդ ամեն ինչում անցել են։ Այստեղ մարդ է, որ ուղղակի ծնկած աղոթել է, որ գոնե քույրը չէ։ Գոնե այստեղ մարդ է նստած, ով մտածել է, որ տենաս քրոջս ողջ կտենա, մենակ դիակը չէ էլի։ Մենակ դիակը չէ էլի։ Այդ մարդն է նստած, չեք կռվել։ Այդ ի՞նչ սուտի թեզ է։ Հələ հողը կարող ենք հետ բերել։ Հələ հողը մեր սերունդով կարող ենք վերադարձնել։ Բայց այդքան ժողովրդի կթողնեինք այն դեպքում, որ 8 ամիս զրկանքների մեջով, բլոկադայի մեջ սոված, առանց դեղորայք, առանց չգիտեմ ինչի դիմակայել էին։ Հələ մի հատ էլ մեղադրենք, ասենք դուք չմնացիք, չկրվեին։ Ինչու են հիմա լուր այդպես հանդուրժում իրենց ուղղված մեղադրանքները, արցախցիները, որևէ արձագանք չեղավ այս մեղադրանքներին։ Գիտեք, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, դժվարանում եմ տալ։ Շատերը պարզապես լուր չեն։ Շումներ են բանեցվում։ Նախ չեն շումները, երկրորդը շատերը ով ասեց, որ լռում են։ Այն իմ շրջապատում ինչքան արցախցիներ կա չեն լռում։ Դե ներքին խոսակցություններում իհարկե կա դժգոհություն։ Ապրես, Տաթև ջան, շատ ապրես։ Որտեղ խոսեն։ Ով պիտի իրենց համախմբի, ով գնա։ Այստեղից գնում են մի հատ ցույցի են մասնակցում, զրկում են օրվա, չգիտեմ ինչից։ Իսկ իրենք տեսել են, որ Հայաստանում տարբեր ցույցեր ա լինում, տարբեր ակցիաներ ա լինում ու տապալվում ա։ Էլի Նիկոլը մնում ա։ Նիկոլը կրակում ա ժողովրդի վրա, ինվալիդներ են լինում, ոտքա վիրավորվում, ձեռքա վիրավորվում ու մնում ա իշխանության։ Տեսել են, որ Արցախից նայել են, իրանք բլոկադայի մեջ, այսպես սպասել են, ասե գոնե այս ամեն ինչի վերջը կգա, տեսել են, որ չի գա։ Բայց իշխանության փոփոխությունը լավ, Փաշինյանը հեռացավ, ի՞նչ ա տալու։ Արդյոք հնարավոր է բանակցությունները նորից բերել, հա, օրակարգ։ Ամենաառաջինը ոչ թե Չէ, հիմա նկատի ունեմ, հիմա եթե իշխանությունը հեռացավ, ի՞նչ է փոխվելու դա։ Արդյոք հնարավոր է նորից բանակցությունները բերել օրակարգ, բանակցային օրակարգ։ Միանշանակ պետք է բերել։ Այսինքն, երբ որ դու չես գնում Ալիևի դեմը բերանդ բացում ու ցավալին այնա, որ դա անում է իմ անունից, քո անունից, այստեղ բոլորի անունից, հայ ազգի անունից այդ ամեն ինչ անում, որը մենք դրան համաձայն չենք։ Ես համաձայն եմ։ Ալիևը հրամանա տվե, որ կոտորեն։ Իմ եղբորը սպանեն։ Ոնց կարող եմ ես համաձայն լինել։ Ինքը իմ փոխարեն ժպտում է Ալիևի երեսին։ Մեր նախ առաջինը դա պիտի վերանա։ Նախ առաջինը պահանջատեր ոչ թե թուրքահպատակ, այլ պահանջատեր իշխանություն պիտի լինի։ Երբ որ պահանջատեր իշխանություն լինի, բնականաբար փոխվելու է բանակցային գործընթացը։ Բնականաբար ասելու ենք, գիտեք ինչ կա։ Այդ ով ասեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սես պետք է ոտնահարվեր գնար մի կողմ։ Այդ ով ասեց, որ պետք է բռնի տեղահանվեին Արցախի ժողովուրդը։ Միշտեր այս ատյաններով ընդունված այս մարտիկ այսիշ թվականին հանրաքվե են անել։ Բա ուր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խնդիրը կա, տես բոլոր դուռա գոռալով բան եք անում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրավունք չէ։ Նա հողի հարցը սա մարդու հարցը։ Բա ուր եք մարդու իրավունքների պաշտպաններ, բա ուր եք Եվրոպա, բա ուր եք էսիշներ։ Եվ վերջապես
ռազմական դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է նորմալացնել։ Եվ առհասարակ ես չեմ կարծում, որ նրանք բանակցել չգիտեն, անում են դիտավորյալ, դուր է գալիս գցնել Թուրքիին։ Այսինքն դա ինչ ով է իրան ստիպել գնալ Էրդողանի գիրքը վերցնել նկարվել։ Դե այսօր Վարդան Օսկանյանի գլխավորությամբ մի խումբ կա ձևավորված, որը տարբեր ատյաններում հանդիպումներ է ունենում ու ձեր այս նշած հարցերը քննարկում Արցախի ինքնորոշում, ինչպես իրենք են ասում, նպատակը այս հարցը օրակարգում պահելն է արցախցիների հետ վերադարձի։ Ոչ թե հասկացեք, կներեք, պետք է հասկանանք, որ այդ հարցերը այդ ատյաններով չեն լուծվելու։ Դրա համար երբ որ բարձր ատյաններ են պետք, երկրի ղեկավարի մակարդակի բարձր ատյաններ են պետք, ոչ թե երկրի ղեկավարը պետք է հեծանիվ քշելով բերանը բաց շրջագայեր Հայաստանով մեկ երկրի ղեկավարի տիկինը ստատուսներ գրեր եւ փնովեր այն մարդկանց, ովքեր ում անցած ճանապարհը, որ ես չեմ վերադասում, դա այդպես է։ Կա ու չի փոխվելու իմ կյանքը, որ իրանք ինձ գրել են այդ բառով։ Անցել է, չգիտեմ, ինչ ճանապարհներով ի աջակցություն հայրենիքի, իրանք այդ ստատուսներն են գրում, հապարտ է, այդպես պիտի լինի։ Այդ ատյաններով այդ հարցերը չեն լուծվել, նորից եմ ասում։ Դրա համար ավելի բարձր ատյաններ է պետք։ Ես հիշում եմ, մի ժամանակ ասում են, ռուսը ինչի՞ չի օգնում, ռուսը ինչի՞ չի օգնում։ Ռուսը Արցախի մասով եմ ասում, բլոկադայի եւ այլն եւ այլն։ Այդ մարդը այդ մանդատը չունի։ Այդ մանդատը դուք վերցրել եք, ասել եք գնա ստեղից։ Նույն այս հարցերը, դրա համար պետք է իշխանություն։ Բայց ռուսական կողմն էր երաշխավորը, որպես երաշխավորել էր խաղաղապահությունը, ոչ թե ներքաղաքական հարցերին զբաղվելը։ Երաշխավորել, որ այս կողմից չկրակեն, այն կողմից չկրակեն խաղաղ բնակչության վրա, ոչ թե ներքաղաքական հարցերին պիտի խառնվեր ռուս խաղաղապահը։ Այսինքն զինվորական շրջմարտը, եկեք մենք հասկանանք, էլի զինվորական շրջմարտը ոնց պիտի մտնի ներքաղաքական հարցերով զբաղվի։ Ասի դու գիտես, Ադրբեջանը ասում է, ես բնապահպանական ակցիա եմ անում, փակում եմ 100,000 ժողովրդի ճանապարհը սոված ծարավ, հետաքրքիր չի։ Այստեղից ինչ անում, արտգործնախարարը ինչ արի, երկրի վարչապետը ինչ արի։ Ինչ երաշխավորների մասին է խոսքը քաղաքական առումով։ Տաթև հիմա նաև վերջում կխնդրեմ անդրադառնաք այս օրերին ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով մասնավորապես նրան անվստահություն հայտնելու նոր գործընթաց է սկսվել, արդեն վարչապետի տեխնացուն են Էդմոն Մարուքյանը, երկու խոշոր խմբակցությունների միջև ընդդիմադիր պայքար է գնում, մեկը մյուսին մեղադրում են, ասում են դուք եք Նիկոլին իշխանություն բերել, մյուսը ասում է դուք եք բերել, հիմա էլ չեն կարողանում համաձայնության գալ իմպիչմենթի վերաբերյալ, գիտենք պատիվ ունեմը կարծես համաձայն է, հա, այս գործընթացը սկսելուն, բայց մյուս ֆրակցիան Հայաստան դաշինքը նախապայմաններ է դնում, ասում է, որ սա անիրատեսական եւ ոչինչ չտանող գործընթաց է։ Սա էլ այդ հեռացման Նիկոլ Փաշինյանի հեռացման մեխանիզմներից մեկն է։ Այս մասով փոքր դիտարկում եւ ես այս մասով պետք է ասեմ նախ ես որպես ինքս անձ Էդմոն Մարուքյանի տեխնազությունը առհասարակ չեմ ընդունում եւ նույնպես պայքարելու եմ Էդմոն Մարուքյանի տեխնազության դեմ, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեմ եմ պայքարում, որովհետեւ երկիրը հանձնելուց հետո գնալ նրանից պաշտոն վերցնել եւ բերան բաց ծիծաղել Նիկոլի հետ, չգիտեմ ինչեր անել, դա ես չեմ համարում, որ իրեն պետք է առաջադրվեր։ Արդեն իսկ սխալ է գնում գործընթացը, բայց նաեւ դաշինքների այս իրար քլնգոցին, իրար չհասկանալը չեմ ընդունում եւ չեմ ընդունում այս լռությունը եւ չեմ ընդունում ազգային ժողովի որքան էլ որ այնտեղ իմ ընկերներն են ազգային ժողովի այս լռությունը եւ ոչինչ չանելը եւ բյուջե քննարկելը եւ բացի այն որ ես չեմ ընդունում եւ իմ կողքի մարդիկ չեն ընդունում եւ հաճախաբար ասում են օրինակ ինչի ձայն չեք անում էս ինչա էս ինչ վիճակա մենք նրանց քվե ենք տվել որ գնան այնտեղ պայքարեն մեկ օրակարգ ունենան մեկ օրակարգ հեռացնել Նիկոլին Տեսա էլ այդ օրակարգերից մեկն է միջոցը հեռացնելու իմպիչմենթը Տեսեք իմպիչմենթը իհարկե օրակարգ է բայց նաեւ ես ունեմ իմ տեսակետը
մենք այնքան ենք այս տարիներին սպառվել, մենք այնքան ենք դուրս եկել փողոց եւ ոչինչ չի ստացվել, որ մեր մոտ մնացել է մեր վերջին տեսնում եք, իրանց մոտ էլ է իրանց վերջի փամփուշտը, Աննա Հակոբյանը արդեն ստատուսներով է գրում մարդկանց թիրախավորում, եւ մեր մոտ էլ է մեր վերջի փամփուշտը։ Այդ փամփուշտը հենց այնց օդ չպետք է կրակենք, impeachment, N1, նրանք էլ պիտի սթափ լինեն եւ իրանց վերջի զարգին պատրաստ լինեն։ Նրանք էլ պիտի պատրաստ լինեն եւ ովքեր որ մենք, մեր նման մարդիկ, ովքեր իրանց արյան վերջի կաթիլը չեն խնայի, նրա համար, որ թեկուզ մի քայլ կմոտեցնի հաղթանակին, հայկականության հաղթանակին, չենք տա, հա, կգնանք, կմեռնենք էլ, այդ մարդկանց արդեն պետք է համախմբվի ու այդ վերջի զարկը տրվի։ Ես այս ամեն ինչից զերծ եմ մնում միշտ մեկնաբանություններ անել, որովհետև այս կողմի հետ եմ անցել պայքարի ճանապարհ, այն կողմի, եւ ցավալի է, որ կա այս կողմը ու այն կողմը։ Շատ ցավալի է։ Եվ միգուցե դրա համար ոչինչ չի ստացվում։ Եվ դրա համար միգուցե դրա համար, երբ որ քաղաքական տեսակետներ չեն կիսում մարդիկ իրար հետ, դրա համար չի ստացվում։ Գուցե հենց դա իշխանության հաղթաթուղթն է, որ չկա ընդդիմության ներսում միասնական։ Հենց դա է իմ ասելիքը։ Եվ ես հենց ոչ թե ես մեկնաբանեմ, ես թույլ չտամ մեկնաբանեմ, թող իրանց չգիտեմ, չէ, ավելի լավ է կոչ անեմ, որ մեր նման մարդիկ են տուժվում, իմ նման մարդիկ են տուժվում, իմ նման մարդիկ են հայրենիք տուն կորցնում, մեր եղբայրներն են գնում զոհվում։ Թող ոչ մեկ ինձանից շատ չուզի այդ խաղաղություն եւ այլ կոչվածները, բայց ոչ այս գնով։ Պետք է, պարզապես պետք է ուղակի համախմբվել, ուղակի ունենալ մեկ օրակարգ, ազատվել Հայաստան, հայակործան իշխանությունից։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տաթև։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտողներ մեզ հետևելու համար, կհանդիպենք։